Այսօրվա դրությամբ ճոպանուղին աշխատում է, կարող է աշխատել, եթե ունենանք արդեն կոնկրետ կարգավիճակ։ Կարգավիճակը պետք է համաձայնության գան, ուրեմն Valex Capital ընկերությունը, Valex Capital-ը, այդ ընկերությունն է եւ քաղաքապետարանը։ Valex Capital-ն այսօրվա դրությամբ համարվում ճոպանուղու սեփականատերը։ Այդ կազմակերպությունները կան, թղթաբանությունները արվեն, պայմանագրերը կնքվեն, որոշակի համաձայնության կան, իսկ թվում է խանգարող բան չկա։ Ճոպանուղին շահագործող վերջսահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ավետ Թամազյանը վստահեցնում է, որ ճոպանուղու տեխնիկական անսարքությունը վերացված է եւ այն լիովին պատրաստ է շահագործման։ Ճոպանուղու աշխատանքը դադարեցվել էր հիմնական թողարկիչի անսարքության պատճառով, որը նորով փոխարինելու համար 5000 եվրո գումար է անհրաժեշտ։ Նորագույն տեխնոլոգիաներով աշխատող այդ թողարկիչը գնելու հարցը մնացել է քննարկումների փուլում։ Ավետ Թամազյանը սակայն որոշակի աշխատանքների ու փոփոխությունների արդյունքում վերագործարկել է պահուստային շարժիչը ու համոզված է, որ ճոպանուղին անվտանգ կարող է աշխատել։ Եթե ինչ-որ տրոսների, ճոպանների կտրման կամ ինչ-որ վնասման հարց կա, դա լրիվ մանրակրկիտ զնվել է այս 7 ամսվա ընթացքում եւ ես վստահեցնում եմ, որ նման ուրեմն խափանման բան դեպք չի տեղի չունենա։ Վթարային տարբերակում ասում։ Վթար տեղի չի ունենա, քանի որ ունենենք եւ հաշվեն կարի եւ մարդկային գործոնը եւ տեխնիկայի սարքին վիճակը եւ ընդհանրապես արագությունը հատկապես վարկյանում 2 մետր դա ավելի անվտանգ է, քան թե 4 մետրը։ Վերջին 6-7 ամիսների ընթացքում տարված բանակցությունների արդյունքում Ալավերդու քաղաքապետարանը համաձայնություն է տվել ճոպանուղու անսարքությունը վերացնելուց հետո ստանձնել շահագործման պարտավորությունը, որովհետև եթե անգամ ճոպանուղին վթարված չլիներ, վերցսպ-ն չէր կարող շարունակել շահագործումը։ Ավետ Թամազյանի խոսքով ընկերությունը երկար ժամանակ վնասով է աշխատել, իսկ Ալավերդու քաղաքապետարանում չեն շտապում ստանձնելու շահագործման պարտավորությունը։ Ըստ մասնագետների կարծիքի ռեզերվային շարժիչը չունի։ Նա ընդհանրապես նախատեսված է որպես կցորդ հիմնական շարժիչին, որ որոշ խափանումների ժամանակ ընդհանրապես ժամանակավոր շահագործման համար է նախատեսված եւ նա հույս ունենալ, որ նա կարող է երկարաժամկետ 1-2 տարի շահագործվել, այդ իրատեսական չէ։ Այսինքն մենք քալես ենք նորից վերադառնում ենք ելման կետին, որ անհրաժեշտ է փոխարինել հիմնական շարժիչը նորով։ Արտավազդ Վարոսյանը հավելեց նաև, որ ճոպանուղու վերագործարկման անհրաժեշտության թեմայով օրեր առաջ են զրուցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ Valex խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ։ Պարոն Մեջլումյանի կողմից առաջարկվեց փնտրել համապատասխան պրոֆեսիոնալ կառույց, որը կարող է ճշգրիտ ինժեներատեխնիկական աուդիտ անցկացնել ճոպանուղում եւ տալ համապատասխան եզրակացություն արկա տեխնիկական վիճակի մասին եւ այն համապատասխան պահանջներին բերելու ուղղությունների մասին։ Դա իհարկե մի քիչ երկարացնում է խնդրի լուծման ժամկետը, բայց եւ այնպես բոլոր այն հարցերը, որոնք կապված են հետագա անվտանգ շահագործման հետ, միշտ առաջնահերթ են եւ որևէ մեկը այսօր իրան չի կարող թույլ տալ թվանատիպ խնդիր անտեսել եւ շտապողականություն դրսեւորելով համաձայնություն տալ ճոպանուղին շահագործելու։ Քաղաքապետն ասում է, որ մինչ շահագործման պարտավորություններն իրենց վրա վերցնելը նախ պետք է մասնագետներ գտնեն, ովքեր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կանցկացնեն ճոպանուղու տեխնիկական զննումը, իսկ նման մասնագետներ հնարավոր է, որ Հայաստանում անգամ չլինեն։ Վերցսպ տնօրեն Ավետ Թամազյանն էլ կարծում է, որ լուրջ մասնագետներ իսկապես դժվար է գտնել, որովհետև հետխորհրդային շրջանում նման գործերով զբաղվող շատ կազմակերպություններ են լուծարվել։ Չնայած վերոնշյալին Ավետ Թամազյանը հավելում է նաև, որ նախկինում էլ ճոպանուղին ամեն տարի պարտադիր տեխնիկական զննում է անցել Վանաձորի տեխնիկական անվտանգության կոմիտեի կողմից։ Ես պարտավորում եմ եւ խոստանում եմ Վանաձորի տեխնիկական վերահսկողության կոմիտեից հրավիրել մասնագետներ, որ կան տեղում զննեն, տեղում ուրեմն կատարեն փորձարկումներ, համոզվեն, որ ճոպանուղին անվտանգ է, տան իրենց մասնագիտական եզրակացությունը եւ թույլտվությունը։ Դրանից հետո արդեն մենք կարող ենք ուրեմն կազմակերպել բանակցությունները արդեն քաղաքապետարանի եւ Valex ներողություն Valex Capital-ի հետ։ Տաթևիկ Ճուղուրյան, Վահե Աղամյան, լուրեր։